Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, Արարատյան տրամադրությամբ եւ Արարատյան ոգևորությամբ։ Շարունակում ենք այցելել ռեստորաններ եւ տեսնելու համար թե ինչ են պատրաստում, ինչպես են պատրաստում եւ ով է պատրաստում։ Այս պահին մենք Մամուլյան եւ ընկերներ գինատանն ենք, այցելենք, կտեսնենք թե ինչպես են մեզ դիմավորելու։ Բարեկամներ, հիմա տեսնենք, թե ինչով պիտի հյուրասիրեն մեզ այս ռեստորանում, այս պահին մեր հաղորդման հյուրն է հայ խորհրդարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Մամուլյան եւ ընկերներ գինետան ավագ խոհարար, ձեզ քաջծանոթ մեր լավ բարեկամ Գրիշա Անտինյանը։ Ողջույն Գրիշա։ Ողջույն Սեցակ ջան։ Ինչպես ես եղբայր։ Նորմալ, տրամադրությունս բարձր, մարտական։ Էլ չասեմ ինչպես է դրամատրությունը, հասկանալի է եւ ինչ ենք պատրաստելու հուսով։ Պատրաստելու ենք ճտով պլակի։ Ճտով պլակի։ Ճուտը պիտի պատրաստենք սխտորով, դափնու տերևով, այստեղ լոլիկ եմ տեսնում սեփական հյութի մեջ Եվ տոմատի մածուկ։ Կարակով ես պատրաստում։ Կարակը վերջում։ Ճուտը բաստատում ենք 4 մասի։ Արդեն նախորդ մեր տապակը տաքացրել ենք, մի փոքր բուսայուղ ենք ավելացնում։ Եվ բուսայուղ ավելացնելուց հետո ճտերը դնում ենք, որպեսզի Ինչպես ենք դնում, մաշկի կողմից թե ոչ։ ոչ, հակառակ կողմից։ Ինչի՞։ Որ չկպչի, հա։ Թողում ենք մինչև ինքը տաքանա, մի հատ սոխ խնդրեմ։ Սովորաբար միշտ Սոխի կտրտելու պահը միշտ քեզ եմ վստահում, բայց այսօր ուզում եմ դու հանգստանաս, շատ ես ասող չարչարվեի, ես գիտեմ, ուզում եմ հանգստանաս մի քիչ, Սեցակ ջան։ Շատ լավ, շատ լավ։ Հավի, ճուտ եւ ճտից պատրաստվող շատ ուտեսկերագուրներ մենք չգիտեմ, ունենալը չեմ ասում, շատ ունենք իհարկե, բայց չենք շատ լուսաբանում, մատուցում։ Եթե ճուտ, ապա տապակված ճուտ, ֆրիով հարսանիքի երրորդ կերակուրը, որը ոչ մեկը չի ճաշակում, Կամ երկրորդ։ կամ երկրորդ։ Այնինչ ճտով կարող ենք բազմաթիվ կերակուրներ պատրաստել, ես կարծեմ մենք միասին էլի պատրաստել ենք Այո, ճտով բանջարեղենով։ բանջարեղենով խաշնտուր։ Այո։ Հիմա ավելացնում ենք սոխը, որպեսզի ճտի հետ մի քիչ տապակվի։ Մեր ճուտը արդեն կեղևապատվել է, սոխն էլ մի քիչ հետը կտապակվի։ Իրականում պիտի կեղևապատել, հետո հատուկ սոուսի մեջ պատրաստի վիճակի հասնել, Այո։ Սխտորը ինչպես կտրատեմ։ Սխտորը չենք կտրատում, սխտորը ուղղակի մի քանի պճեղ սխտոր, 2-3 պճեղ սխտոր, ուղղակի սենց կիսում ենք։ Ու հենց սենց պետք է ավելացնենք մեր կերակրատեսակին։ Լավ, ինչ կորս գտնեմ ես։ Միգուցե կանաչի կտրատեմ։ Մի քիչ սամիտ կտրատի, Սեցակ ջան։ Ես զգում եմ դու չես կարողանում բարավ մնալ, դրա համար մի քիչ սամիտ կտրատի։ Այո։ Հենց այդպես էլ ասում են, դու ինչ ես անում, որ սոխի հետ միասին ճուտիկը տապակվում է։ Ես կանաչին կտրատեմ։ Ստացվում է, չէ՞։ Հա, ես հասկացա, որ դու ոչ թե մենակ սոխն ես լավ կտրատում, կանաչել ես լավ կտրատում։ Այո։ Ապրես։ Մեկ էլ ինչպես նշում ես, եթե կամերա չի լինում, չեմ աշխատում։ Այո։ Հիմա մի քիչ տոմատի մածուկը դաղենք։ Ինչու ենք տոմատի մածուկը դաղում։ Դաղում ենք, որպեսզի մեր հերոստատիտողները բազմիցս երևի շփվել են այն բանի հետ, որ այրոցք են ունենում բան, հա։ Երբ որ տոմատի մածուկը չես դաղում, իհարկե այրոցք ես ունենում, իսկ երբ որ դաղում ես, այրոցք չի լինում։ Երբ որ դաղում ես, այրոցք չի լինում։ Այո։ Եվ խոհարարին էլ չես մեղադրում։ Մի քիչ տապակեցինք ճուտիկը, այնուհետև սոխը մի քիչ ճուտիկի հետ եւ ինչպես պարոն Անտինյանն է հորդորում, նաեւ տոմատ մածուկը մի քիչ դաղեցինք, որպեսզի այրոց չունենանք։
Հիմա ավելացնենք նաև լոլիկը, Լոլիկը սեփական հյութում։ ավելացնենք մեր կտրատած սխտորը և դափնու տերև։ Մի հատ էլ փոքր ավելացնենք, հա։ Սոխարած, լոլիկ, մածուկ, սխտոր, դափնու տերև, աղ, Համեմ ենք աղով, սև պղպեղով։ իսկ կտրատած սամիթս այսպես Կտրատած անտեսված է մնալու։ Ոչ, կտրատած սամիթը դա վերջում մատուցելուց պետք է ցանենք վրան։ 10-12 րոպե շոկը խաշվելուց հետո մեր կերակրատեսակը պատրաստ կլինի, մի փոքր փակենք բերանը։ Ինչ մենք գնացինք։ Սպասենք այդ 10-12 րոպեն, հա, կմատուցենք։ Լավ։ Ոնց որ թե մեր կերակուրը պատրաստ է արդեն։ Սամիթս ինչ եղավ։ Սամիթը հիմա դնելու ենք էսա։ Մի փոքր էլ համբեր ենք եւ ամեն ինչ լավ է լինելու։ Սեթրակ ջան, դու տենց չի ասում։ Այո։ Որ խնդրեմ մի հատ քթոք կտաս։ Այո։ Փայտից։ Աշխատենք այս դափնետերևը չգցել, որտեվ բոլորն է գիտեն, որ դափնետերևը ինչքան ուզում է եփվի չի ուտվում։ Հա։ Հա, Փորձել ես։ հա, տենց փորձ կա էլի։ Դու մի գնա։ Դու սպասի, քո հերթն էլ է գալու։ Ճտով պլակի բարեկամներ ճուտը մի քիչ կեղևապատեցինք, սոխի հետ տապակեցինք, այնուհետև ավելացրինք, համեմեցինք աղ պղպեղով, չէ՞։ Այո։ Տոմատ մածուկ, մի քիչ տապակեցինք սոխի հետ, այնուհետև լոլիկը սեփական հյութի մեջ ավելացրինք Եվ հիմա եւ սխտորը կիսեցինք, ավելացրինք։ Ավելացնում ենք այն սամիթը, որը որ դու ուզում ես, որ մենք ավելացնենք սեթրակ։ Շատ էր, չէ՞ ուզում սամիթը ավելացնել։ 20 տարի առաջվա պլագին հարսանիքում մատուցված, միայն ձկով։ Խնդրեմ, կերակրատեսակը պատրաստ է, համեցեք, կարող եք ճաշակել։ Գրիշյան, քո խոսքին միշտ սպասում են մեր հեռուստադիտողները։ Ինչ կասես, ինչ խորհուրդ կտաս։ Խորհուրդ կտամ չհուսահատվել, միշտ հստակ քայլերով գնալ առաջ եւ հիշել, որ այս երկրի տերերը մենք ենք, ժողովուրդ։ Երկիրը այս երկիր չի, սա մեր հայրենիքն է, բայց այնուամենայնիվ լսենք եւ անսանք Գրիշայի խորհրդին։ Ձեր անունից Գրիշային պիտի շնորհակալություն հայտնեմ եւ ցանկանամ, որ հենց այդպիսի լավատեսությամբ էլ կամած գնա առաջ։ Շնորհակալություն Գրիշան, ապրես դու չշտապես, դանդաղ քայլերով։ Կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, շատ ու շատ լավ տրամադրվածությամբ եւ հետը կարծում եմ սպիտակ անապակ գինի, կարող ենք նաեւ շամպայն գինի օգտագործել, հարկավոր է միայն լավ տրամադրություն ունենալ։ Բարեկամներ, լինենք առողջ եւ երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Ճտով պլակի, ճուտ 1 հատ, տոմատի մածուկ 50 գրամ, լոլիկ 100 գրամ, սոխ 70 գրամ, սխտոր 25 գրամ, դափնու տերև, սամիթ 20 գրամ, աղ, սև պղպեղ, բարյախորժակ, ավանդական տժվժիկ սնկով, գարան ենթամսամթերք 100 գրամ, տոմատի մածուկ 50 գրամ, լոլիկ 70 գրամ, թարխուն 30 գրամ, սունկ 70 գրամ, սոխ 70 գրամ, կարակ 30 գրամ, կծու տակտեղ
50 գրամ, կանաչ սոխ 30 գրամ, ձեթ, աղ, սև պղպեղ, բարյախորժակ։